Թիմում կա մեկը, ով ունի ղեկավարի պաշտոն, բայց միշտ կա մեկը, ով իրականում ղեկավարում է թիմը։ Երկար տարիներ աշխատելով շատ տարբեր թիմերի հետ, ես բացահայտել եմ մի օրինաչափություն, որ թիմերի ներսում հաճախ լինում են այսպիսի անձիկ, որոնք ընդհանուր մթնոլորտն են ստեղծում թիմում եւ կարողանում են իրենց ուղղակի լռությամբ, ներկայությամբ ստեղծել տրամադրություն եւ իրենց հետևից տանել ողջ թիմին։ Ինչու է սա լինում, ինչ հատկություններ ունի տվյալ անձը, որը կարողանում է իր ներկայությամբ ամբողջ այդ թիմի ուղղությունը իրեն սևեռել։ Արդյոք սա բնատուր մի բան է, անձ, ով ծնվում է հենց օժտված այդ լիդերի առաջնորդի հմտություններով, կարողություններով, մթնոլորտով, թե դա նաև հմտություն է, որը կարելի է սովորել։ Ասեմ, որ դա այո, հմտություն է, որը կարելի է սովորել, որովհետև եթե մենք հիմա միասին քննարկենք, թե ինչպիսի հատկություններ են ունենում այդպիսի անձիկ, այդպիսի առաջնորդները, որոնք անուղղակիորեն թիմում ստանձնում են առաջնորդի դերը, դուք կտեսնեք, որ դա ոչ թե բնավորություն է, այլ վարքի ձևեր է, որը կարելի է այո սովորել, որը կարելի է մեր մեջ զարգացնել եւ ձևավորել։ Ուրեմն հիմա եկեք խոսենք, թե ինչ նշաններ կան, որից մենք կարող ենք ճանաչել, թե իրականում այս թիմում կա անուղղակի առաջնորդ, թե ոչ։ Ինչից, եթե մենք նոր ենք մտել այդ թիմ, մենք ինչից կարող ենք հասկանալ, որ այս թիմում կա նմանօրինակ անձ, որին թիմը հետևում է։ Առաջին նշաններից մեկը դա այն կարող է լինել, որ օրինակ դուք կարող եք հետևել, թե որոշումներ կայացնելիս, կոնֆլիկտային իրավիճակներում, կամ թեկուզ հումորի պահին, ում դեմքին են նայում թիմի անդամները։ Օրինակ, դուք կարող եք նկատել, որ օրինակ հենց կոչումով առաջնորդը անձով այդ հաստիքը զբաղեցնում է, հա, առաջնորդի, ինչ որ մի բան է ասում, ինչ որ որոշման մասին է խոսում, ինչ որ ծրագիր է առաջ քաշում եւ այլն, եւ թիմի անդամները այսպես հայացքով հետևում են այդ մարդու դեմքին, սպասում են ականջով իր արձագանքին, թե ինչ կասի ինքը, այդ անձից հնչած կարծիքը, մոտեցումը, աշխարհայացքը, այդ իրավիճակի շուրջ իր մեկնաբանությունը որոշիչ է լինում թիմի մյուս անդամների համար։ Դրանք այն անձիկ են, որոնք կարողանում են այսպես համախմբել ողջ թիմը։ Եթե հավաքույթ պետք է տեղի ունենա թիմի ներսում, առանց այդ անձի հավաքույթը տեղի չի ունենում։ Նա այն անձն է, ով ստեղծում է այդ թեթևությունը, ապահովությունը, կարողանում է ստեղծել ստաբիլությունը, անգամ կոնֆլիկտային իրավիճակներում նա վստահելի անձ է, ով կարողանում է ապրումակցել, կարողանում է լսել առանց դատելու, առանց գնահատելու, կարողանում է պահել չեզոքություն կոնֆլիկտային իրավիճակներում, ոչ պաշտոնական առաջնորդը դա այն անձն է, ով կարողանում է ստրեսային իրավիճակներում ունենալ այդ ինքնակարգավորման ռեսուրսները, որովհետև մարդիկ ցանկանում են ունենալ ապահովություն, ձգտում են ապահովության, եւ երբ որ թիմի ներսում լինում է մի անձ, որ իր պահվածքով, իր կեցվածքով, իր ձայնով, իր դեմքի այդ ամբողջ ժեստերով, միմիկաներով կարողանում է պահել ստրեսային իրավիճակներում այդ ստաբիլությունը, ապահովությունը, հանգստությունը, թիմի անդամները գիտակցաբար կամ անգիտակցաբար ուղղորդվում են դեպի այդ անձը։ Ընտանիքում էլ սիստեմը նույնն է։ Ընտանիքի ներսում էլ դուք կարող եք տեսնել, որ ընտանիքում կարող է լինել մի տատիկ, մի պապիկ, մի քույր, անգամ մի բարեկամ, որը սենյակ մտնելով, ընդհանրապես սենյակ մտնելով կարող է ամբողջ մթնոլորտը փոխել։ Այսպես կարող ես նայել, որ ընտանիքի պապիկը, ընտանիքի գլուխը կոնկրետ այս անձն է, բայց այդ տան մեջ կա մի ավագ, չգիտեմ, քույր, որ իր լռությամբ անգամ կարողանում է որոշիչ դեր ունենալ ընտանիքի ներսում։ Դա կարող է լինել մի տատիկ, ով ուղղակի չգիտեմ, լուր այդ պահին սենյակ մտնելով, դու հասկանում ես, որ բոլորը այսպես զգաստացան, բոլորը հետևում են իր դեմքը հիմա այս իրավիճակում, ինչ արձագանք ունի, ինչ է ենթադրում իր այս կամ այն վարքը։ Այսպես ընկերներ, այսինքն, եթե դուք մի անձ եք, ով նոր եք մտնում, որ նոր եք մտնում թիմ եւ ցանկանում եք հասկանալ, արդյոք այս թիմում կա ոչ պաշտոնական առաջնորդ թե ոչ, դուք պետք է շատ հանգիստ, լուռ փորձեք հետևել ընդհանուր թիմի դինամիկայի եւ փորձեք հասկանալ թիմը իր հայացքով, իր ուղղվածությամբ դեպի որ կողմ է գնում։
Եվ ասեմ, որ հաճախ այս ոչ պաշտոնական առաջնորդները կարող են լինել այն անձիկ, ովքեր կարող են պաշտոնական առաջնորդի վերաբերյալ օրինակ հումորներ անել, ինչ որ այսպես մեկնաբանություններ անել եւ դա իրենց կարելի է, դա իրենց թույլատրելի է, որ դրան կարող են իրենց թույլ տալ նման մեկնաբանություններ։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել թիմի պաշտոնական առաջնորդների մասին, որոնք շատ հաճախ լավ զգում են, որ իրենք թիմի ներսում կորցրել են իրենց կարևորությունը, կորցրել են իրենց դերն ու հեղինակությունը եւ ինչպես Ջոն Մաքսվելն է ասել, իդեպ ասեմ, որ Ջոն Մաքսվելը ոչ պաշտոնական առաջնորդների մասին հրաշալի գիրք ունի գրած իր 21 կանոններով, կարող եք ընթերցել այդ գիրքը եւ շատ բաներ կարող եք դուրս բերել ձեզ համար, ձեր անձնային աճի համար այս թեմայի շուրջ։ Նա այնտեղ ասում էր, որ եթե իրականում դուք առաջնորդ եք, բայց ոչ ոք ձեզ չի հետևում, ապա դուք իրականում ոչ թե առաջնորդում եք, այլ պարզապես զբոսնում եք։ Իրականում թիմի պաշտոնական առաջնորդները հաճախ հասկանում են, որ իրենք այլևս ոչ մեկին չեն առաջնորդում, որտեղ չկա մեկը, որ իրենց հետևում է, չկա մեկը, որի համար իրենք կարևոր են։ Եվ իրականում սա իրենց մեջ կարող է բերել վախի, անապահովության զգացում, նրանք կարող են մտածել, որ ես այլևս անկարևոր եմ, ոչ ոք ինձ չի սիրում, ես այստեղ անպետք եմ, եւ նմանօրինակ վախերը, ներքին այսպիսի զգացողությունները կարող են դրսևորել շատ տարբեր կերպերով։ Իսկ չէ, որ առաջնորդը կարող է ունենալ այդ ներքին հասունությունը, որ պարզապես ընդունի իրականությունը եւ հասկանա այսուհետ ինչպես է ինքը իրեն ուզում պահել, գուցե շատ բաց զրույց ունենա այդ ոչ պաշտոնական առաջնորդի հետ, ներկայացնի իրավիճակը կամ պարզապես հասկանալով, թե այս մարդը արդյոք ինչ է անում, որ ամբողջ թիմը ձգվում է դեպի իրեն, հա, ուղղվում է դեպի իրեն եւ փորձի այդ սովորությունները, այդ վարքի ձևերը ինքը ներքնայնացնել, հա, իրենը դարձնել եւ դրանով գոնե փորձի թիմի անդամներին շահել, բայց այսպեսի հասուն վարք մենք քիչ ենք հանդիպում։ Հաճախ պաշտոնական առաջնորդները սկսում են անցնել շատ դաժան գործիքների, նրանք սկսում են թիմին մանիպուլացնել, սկսում են թիմը բաժանել երկու մասի, հավատարիմների եւ անհավատարիմների, իմ մարդկանց եւ մարդիկ, ովքեր իմը չեն, եւ սկսում են այս շատ տգեղ խժդժությունները եւ փորձում են այդ հեղինակությունը պահել կամ ձեռք բերել ոչ թե վստահության միջոցով, ինչպես դա անում է ոչ պաշտոնական առաջնորդը, այլ վախի միջոցով։ Եվ ասեմ, որ սա երբեմն շատ ավելի է օտարացնում թիմի անդամներին իրենից, նրանք ավելի կարծես համոզվում են, որ սա այն անձը չէ, որին կարելի է հետևել եւ առաջնորդել, որտեղ ինչպես արդեն նշեցի, սովորաբար թիմի անդամները ցանկանում են հետևել մի առաջնորդի, ով ունի այդ բարձր արժեքները, ով ունի այդ խորությունը, այդ հասունությունը, որտեղ առաջնորդ լինելը դա ոչ թե բարձր խոսել կարողանալն է, մեծ գաղափարների մասին խոսել կարողանալն է, այլ դա այն հմտությունն է, որը ենթադրում է ներքին հասունություն, ներքին բովանդակություն, դա ենթադրում է անցած ճանապարհ եւ դա ենթադրում է դիմացինին առանց իր ֆորմալ դերերի, տիտղոսների հավասարի ընկալելու այդ կարողությունը։ Ուրեմն ընկերներ, եթե դուք մտել եք մի թիմ եւ արդեն բացահայտել եք, որ այդ թիմում կա ոչ պաշտոնական առաջնորդ, եթե դուք ուղղակի փորձեք միանգամից կապեր ստեղծել, այսպես հարաբերություններ սարքել, դա ուղղակի կարող է դիտվել որպես շողոքորթություն, որպես այսպես շատ արհեստական մի բան։ Դրա համար ես առաջարկում եմ, որ սկզբից դուք ուղղակի կարող եք լուր հետևել այս process-ին, հետո կարող եք օրինակ մասնագիտական օգնություն խնդրել, որը կարող է վստահություն ստեղծել, կարող եք համագործակցության այդ կամուրջները կապել, որը ձեզ երկուսիդ կմեկտեղի, ոչ թե կճյուղավորի եւ մրցակիցներ կդարձնի։ Եվ անչափ կարեւոր է, որ դուք հաշվի նստեք, որ այդտեղ կա այդպիսի մի անձ, որովհետև անտեսելով, այդ անձին հեղինակությունից զրկելով, այդ անձին իր հնարավոր, կարծես գիտեք ինչ է արվում հաճախ, փորձում են հնարավորություններից զրկել այդ անձին։ Իրենք կարծում են, որ եթե մենք իր ազդեցության շրջանակը, դաշտը փոքրացնենք, նա կկորցնի իր հեղինակությունը, այլ մենք իրեն շատ տեղ տվեցինք, շատ իրավունքներ տվեցինք, դրա համար էլ ինքը օրինակ խլեց մեր հեղինակությունը, բայց իրականում հարցը դրա մեջ չի, ես վստահեցնում եմ։ Ոչ պաշտոնական առաջնորդը հեչ կախված չէ պաշտոնից, դերից, նա կարող է ոչ մի իրական ազդեցություն, նկատի ունեմ հաստիքի առումով, հա, դերի առումով նա կարող է ոչ մի լուրջ մի բան իրենից չենթադրել այդ կոլեկտիվում, բայց ինքը որպես անձ լինի այն մեկը, ով կարողանում է
դիմացինի համար լինել ապահովության օղակ, վստահության այդ կետ, այդ հենակետը, այդ ամրոց, այդ ապահովությունը ում մոտ գալիս է թիմը։ Ընկերներ, հետագայում մենք շարունակաբար կխոսենք նմանօրինակ հարցերի շուրջ, որովհետև լինում են դեպքեր, որ իսկապես մարդիկ համարում են, որ գիտեք, դա առաջնորդությունը, դա մի բան է, որով մարդիկ ծնվում են, իսկ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։ Անգամ շատ կոշտ, շատ ինտրովերտ հատկություններով անձիկ, շատ հուզական, սակավ, հա, աղքատիկ ֆոնով մարդիկ կարողացել են ինքնագիտակցության օգնությամբ, թերապիայի միջոցով, այդ ինքնարեֆլեքսիայի օգնությամբ, հուզական ինտելեկտը զարգացնելու օգնությամբ կարողացել են իսկապես իրենց մեջ զարգացնել այս առաջնորդին բնորոշ հմտությունները, որովհետև երբեմն մենք չենք առաջնորդում ոչ թե որովհետև չենք կարող, ոչ թե որովհետև դա կարողությունների պակաս է, այլ որովհետև մեր ներսում մենք ուրիշ ձայներ ենք լսում, ձայներ, որ մենք չենք կարող, մեզ չի ստաց, մեր մոտ չի ստացվի, դա ինձ պետք չէ, չարժե դրա համար պայքարել, այսինքն երբեմն, եթե մենք կարողանանք մեր ներսում եղած այդ իրացիոնալ, սխալ համոզումները, ձայները վերաձևակերպել, վերաիմաստավորել եւ շատ ավելի կառուցողական համոզումներ եւ դիրքորոշումներ ձևավորենք, մենք ինքներս կկարողանանք, եթե մենք ինքներս հաստիքով առաջնորդ ենք, կկարողանանք պահել այդ դերը մեր մեջ զարգացնելով այդ հմտությունները, կամ եթե մենք ինքներս ուզում ենք լինել մեկը, ով իր լինելիությամբ արդեն իսկ մեկ հեղինակությունը իրենից ինչ որ բան է ներկայացնում թիմում, մենք իսկապես կկարողանանք զարգացնել այդ հմտությունները եւ շարժվել այս ուղղությամբ։ Կապ հաստատեք մեզ հետ, զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով։ Եթե կարիք կա աշխատել ձեր թիմի հետ, եթե դուք տեսնում եք, որ թիմը այսպես մասնատվել է, թիմում կան այս ճյուղավորումները, եթե դուք ինքներդ առաջնորդ եք եւ հստակ գիտակցում եք, որ դուք կորցրել եք ձեր հեղինակությունը, դուք չեք զգում ձեր կարևորությունը, դուք չեք զգում, որ ձեր թիմում որոշումներ կայացնելուց վերջին խոսքը ձերն է, չեք զգում, որ դուք այն անձն եք, ում հետևից մարդիկ ուզում են գնալ կամ առհասարակ գնում են, դուք նորից կարող եք մի պահ կանգ առնել, զբաղվել ինքնավերլուծությամբ եւ ավելի առողջ, գիտակից ձևով շարունակել ձեր աշխատանքը թիմի ներսում։